Տարածաշրջանի ամենախոշոր արհեստական բանականության գործարանն է կառուցվում Հայաստանում, Հրազդան քաղաքում։ Այստեղից արհեստական բանականության հզորությունները հաշված միլիվայրկյաններում հասնելու են աշխարհի տարբեր ծայրեր, ընդհուպ Ամերիկա ու Եվրոպա։ Այսօր ավարտվել է նախագծի առաջին կարևոր փուլերից մեկը։ Շենքը կանգուն է, հիմնական շինարարությունն ավարտված է։ Այս աշխատանքում ներգրավված են եղել հիմնականում մեր հայ մասնագետները, մեր ընկերության աշխատակիցները, ինչը ինքնին շատ մեծ ձեռքբերում է։ Այստեղ չեն արտադրվելու համակարգիչներ կամ ապրանքներ։ Գործարանի սիրտը լինելու են տասնյակ հազարավոր գերհզոր պրոցեսորներ, GPU-ներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ուսուցանել, սպասարկել արհեստական բանականության համակարգեր աշխարհի տարբեր կետերում։ Նախագծի հեղինակների խոսքով ամբողջական գործարկումից հետո այստեղ նախատեսվում է տեղադրել մինչև 50,000 GPU, իսկ ներդրումների ծավալը կհասնի 4,5-ից 5 միլիարդ դոլարի։ Այս պահին այնինչ ունենք գրեթե 50,000 GPU-ների NVIDIA-ի Blackwell տեսակի գրաֆիկական պրոցեսորների մասին է ընդհանուր 4,5-ից 5 միլիարդ դոլար ներդրումային փաթեթով։ Նման կենտրոնների ամենակարևոր խնդիրներից մեկը հովացումն է։ Տասնյակ հազարավոր պրոցեսորներ աշխատում են անընդհատ եւ արտադրում են հսկայական քանակի ջերմություն։ Հենց այստեղ է, որ նախագծի հեղինակները կարևոր առավելություն են տեսնում Հրազդանում։ Քաղաքի համեմատաբար ցուրտ կլիման թույլ կտա օգտագործել փակ համակարգով շրջանառվող ջրով հովացման համակարգեր, ինչը կնվազեցնի ջրի վատնումը։ Հրազդանը շատ լավ լոկացիա է այն իմաստով, որ կա էներգիայի ենթակառուցվածք եւ ջերմային կլիման Հրազդանում շատ լավ է, այն իմաստով, որ ամենաբարձր ջերմաստիճանը ստեղ լինում է 36 աստիճան, ինչը հնարավորություն է տվել մեզ նաեւ այդ ենթակառուցվածքը կառուցելուց չօգտագործել ջուր։ Շենքում շրջայց կատարեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, Հրազդանի քաղաքապետը, Թիմ Տելեկոմ Արմենիայի գլխավոր տնօրենի տեղակալ Արամ Բարսեղյանը եւ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ։ Աշխարհահռչակային NVIDIA-ն, Dell-ը եւ մյուս ընկերությունները, երբ որ դիտարկել են Հայաստանում իրենց այսպես ասած գործընկեր ընկերություն ընտրելու, Տելեկոմ Արմենիան եղել է եզակին, ով ունի այդ հնարավորությունը միջազգային կապուղիներ տրամադրելու։ Մենք այսօր ավելի քան 4 ուղղություններով Հայաստանից դուրս եկող կապուղիներ ունենք եւ դա ապահովում է հենց այն ստանդարտը, որ նման դատա սենտրները, ամբողջ դատա կենտրոնները ամբողջ աշխարհով պահանջում են։ Կառավարությունում ասում են նպատակը մեկ կենտրոն կառուցելը չէ, այն առաջին հերթին ապացույց է, որ Հայաստանը սեփական ուժերով կարող է մեգանախագծեր իրականացնել եւ դա անել շատ արագ։ Այն հավակնում է լինել աշխարհի ամենաարագ կառուցվող տվյալային կենտրոններից մեկը։ Ընդամենը 5-6 ամիսների մասին է խոսքը։ Նախագծի հեղինակների հաշվարկով գործարանը ամբողջությամբ կգործարկվի 2027 թվականին։ Եթե ծրագիրն իրականացվի նախատեսված ծավալով, Հրազդանում կառուցվող այս կենտրոնը կարող է դառնալ ոչ միայն տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության հարթակը, այլև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ամենախոշոր ներդրումային նախագծերից մեկը։